Վրաստանի արտաքին գործերի նախարար փոխվարչապետ Մակա Բոճորիշվիլին առաջին ալիքի եթերում զրուցել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների և դրանց վերականգնման սպասումների մասին։ Դիվանագետը երկու երկրների միջև ընթացող գործընթացները գնահատում է դրական։ Նախարարի տեղեկությամբ մայիսին Վրաստան կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետվարչության ներկայացուցիչներից համալրված պատվիրակություն, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Թրամփի վարչակազմի դրական վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ։ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի վերադարձից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև թվով 12-րդ հեռախոսազրույցը։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույցը տևել է ավելի քան 1.5 ժամ։ Պուտինի օգնականի հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ հաստատել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակները ցանկացած դեպքում կհասնվեն, սակայն նշել է, որ ցանկալի է, որպեսզի դա տեղի ունենա բանակցությունների գործընթացի արդյունքում։ Յուրի Ուշակովի խոսքով Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է, որ պատրաստ է հաղթանակի օրվա տոնակատարությունների ընթացքում հայտարարել հրադադար։ Իսկ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ հենց ինքն է ռուս գործընկերոջը առաջարկել ժամանակավոր հրադադար և իր խոսքով Մոսկվան հավանաբար կհամաձայնի դրան։ Երկու երկրների ղեկավարների միջև զրույցը նաև անդրադարձել է Իրանին։ Ռուսական կողմի հայտարարությամբ Պուտինը Թրամփին ասել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ունենալ ծանր հետևանքներ, իսկ Իրանի տարածքում ցամաքային գործողության սկսումը կլինի ամբողջությամբ անընդունելի և վտանգավոր։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ Եվրամիության համար Իրանի հետ պատերազմը օրական արժենում է 500 միլիոն եվրո։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությամբ դա պայմանավորված է հակամարտությամբ առաջացած վառելիքի գների աճով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը լրացուցիչ ապացույց է, որ Եվրամիությունը պետք է արագացնի անցումը ներմուծվող հանածո վառելիքից կախվածությունից և ավելի արագ զարգացնի էլեկտրաֆիկացումը։ Նրա խոսքով Եվրոպական հանձնաժողովը էլեկտրաֆիկացման գործողությունների ծրագիրը կներկայացնի մինչև ամառ։ Նավթի գները կրկին աճում են և հասնում են 2022 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի նավահանգիստների շրջափակման երկարաձգումը, գրում է CNN-ը։ Լրատվամիջոցի տեղեկությամբ Brent տեսակի հում նավթի գինը, որը համաշխարհային հիմնական ուղենիշային ցուցանիշ է, աճել է ավելի քան 12%-ով և գերազանցել է 1 բարելի դիմաց $125։ Իսկ ամերիկյան հում նավթի գինն աճել է ավելի քան 3%-ով և գերազանցել է 1 բարելի դիմաց $110։ 2026 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրի տնտեսությունը աճել է 10.7%-ով, իսկ առաջին քառորդի միջին իրական աճը կազմել է 9.1%։ Տեղեկությունը տարածում է Վիճակագրության ազգային ծառայությունը։ Տնտեսական աճին էական ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ մշակող արդյունաբերությունը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը, հանքարդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը և պահեստավորումը։ Նվազման միտում է գրանցվել վարչական և օժանդակ ծառայությունների, ինչպես նաև հյուրանոցների և ռեստորանների ոլորտներում։ Թբիլիսիի քաղաքային դատարանում հոկտեմբերի 4-ի գործով մեղադրվողներ Պաատա Բուրջուլաձեի, Մուրթազ Զոդելավայի, Իրակլի Նադիրաձեի, Պաատա Մանջգալաձեի և ևս 6 անձանց գործի էական քննությունը գտնվում է ավարտական փուլում։ Այսօրվա նիստում պաշտպանական կողմի մի մասը հանդես կգա եզրափակիչ խոսքով։ Նրանց խոսքով գործով առկա ապացույցների հիման վրա սպասում են արդարացման դատավճռի։ Իսկ պետական մեղադրողը ակնկալում է մեղադրական դատավճիռ։ Դատախազ Թամար Բեժուաշվիլիի հայտարարությամբ գործով առկա են բազմաթիվ ապացույցներ, այդ թվում տեսագրություններ, որոնցով ապացուցվում են մեղադրյալների կողմից կատարված հանցագործությունները։ Հիշեցնենք, որ պետական մեղադրողը ձերբակալվածներին մեղադրում է մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործությունների մեջ, այդ թվում Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու մեջ։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 103 քաղաքացու։ Գործող օրենսդրության համապատասխան արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Վրաստանի սահմանային ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցմամբ որոնվող 2 անձի։ Ձերբակալվածներից մեկը որոնվում էր Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրանյութերի առևտրի և հրազենով սպառնալիքի մեղադրանքով, իսկ մյուսը դիտավորյալ սպանության համար։ Մեղադրյալները Վրաստանի սահմանը ապօրինի հատել են տրեյլերի մեջ թաքնվելու միջոցով։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարվա ժամկետով ազատազրկում։ Ուկրաինայի նախագահը ստորագրել է հրամանագիր, որով ուժի մեջ է մտել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել այն բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի ուժերի համար արտադրում են 122 մմ և 152 մմ տրամաչափի հրետանային արկեր։ Պատժամիջոցները կտարածվեն նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ անձանց վրա։ Մասնավորապես, պատժամիջոցների փաթեթը ներառում է Բելառուսի 16 քաղաքացի և 11 իրավաբանական անձ։ Պատժամիջոցների ենթարկվածների թվում են նաև Բելառուսի նախագահի որդիները՝ Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոները, որոնք ներգրավված են միջազգային պատժամիջոցները շրջանցելով արտադրանքի արտահանման, երկակի նշանակության ապրանքների մատակարարման և Բելառուսի միջոցով վերարտահանման գործընթացներում։ Պատժամիջոցների ենթարկվածների թվում է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի վստահված անձ Վիկտոր Շեյմանը, որը երկար տարիներ զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ երկրում։ Շեյմանը համարվում է ռուսական և բելառուսական ընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցների շրջանցման սխեմաների կազմակերպիչներից մեկը։ Նա արդեն գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Կանադայի պատժամիջոցների տակ։